Եկեք բարձր ծափահարենք Հիսուսին։ Բարեկամներ, այսօր սա մեր թվով երրորդ ժողովն է։ Ես հույս ունեմ, որ այս ծառայության ժամանակ եւս կլինեն շատ օրհնություններ, շատ օրհնվող մարդիկ։ Մեր ծառայությունը հասնում է աշխարհի տարբեր ծայրեր։ Առավոտյան ծառայությունը մենք թարգմանել ենք մոտ աշխարհում ամենատարածված 13 լեզուներով, անգլերենից մինչև արաբերեն, որ մարդիկ իրենց հասանելի լեզվով լսեն Աստծո խոսքը։ Շուտով արաբական երկրներից հյուրեր կունենանք, որոնց հետ պետք է ես անձամբ ծանոթանամ։ Նրանք քրիստոնյա չլինելով ցանկություն են հայտնել գալ ու հանդիպել ինձ։ Ես պետք է խոսեմ նրանց հետ եւ ցույց տամ, թե ով է իրական Աստվածը, որ նա մեզ համար եւ ընկեր է, եւ հայր, եւ փրկիչ, ու նա նաեւ հրաշքներ գործող Աստված է, ողջ փառքը նրան։ Մենք այստեղ անգամ մի նախագահի ենք հյուրընկալել շատ ժամանակներ առաջ։ Նա եկել էր նստել այստեղ ժողովրդի մեջ։ Նա պատմել էր իր կոնգրեսականներից մեկին, թե ինչպես է ես աղոթում մարդկանց ցավերի համար, եւ երբ հորդորեցի ժողովրդին իրեն ձեռքերը վեր պարզել, որ աղոթենք բժշկության համար, նա այդ պահին ամաչեց ձեռքը բարձրացնել, թեև նա եւս բժշկության կարիք ուներ։ Նա պատմում է, թե ինչպես է դուրս գալիս դահլիճից եւ միջանցքում կանգնած փորձում է բարձրացնել ձեռքը, եւ նրա մոտ ստացվում է, թեև նա ամաչում էր, բայց Աստված բժշկեց նրան։ Նորից եմ ասում, բարեկամներ, սա շատ վաղուց էր։ Այս օրերին մի փոքր վտանգավոր է որոշ մարդկանց անունները նշելը։ Դրա համար եկեք խոսենք միայն Հիսուսի անունից, քանի որ նրա անունը զորավոր է։ Շատերն իրենց ֆինանսը չեն խնայում, որպեսզի բուժվեն, բայց երբ աղոթում ենք Աստծուն, նա բժշկում է։ Նա ինձ այնքան է օրհնել, այնքան, որ ես այսօր դարձել եմ նրա ծառան ոչ թե գումարի կամ այլ նյութական բաների, այլ իր բարության եւ սիրո դիմաց։ Ես գերադասում եմ գնալ ծառայության, աղոթել մարդկանց ցավերի համար եւ ականատես լինել Աստծո մեծագույն հրաշքներին, թե ինչպես են մարդիկ ազատագրվում տանջվող ցավերից, քան գնալ ֆիլմ կամ թատրոն դիտել։ Փառք Աստծուն, եկեք կարդանք Սաղմոս 78-ից։ Շատ գեղեցիկ խոսք է։ Որոշ ժամանակ, եթե չեմ սխալվում, 2 տարի առաջ ես ձեզ հետ սերտել եմ այս խոսքը, բայց սրտից դրվեց, որ նորից միասին կարդանք եւ սովորենք այս հատվածից։ Եվ այսպես Սաղմոս 78:70 իր ծառա Դավթին ընտրեց եւ առավ նրան ոչխարների փառախիցը։ Նա նախ ընտրել է ինձ եւ ձեզ։ Դուք պետք է գտնվեք այնտեղ, որտեղ Աստված ձեզ տնկում է։ Դա լավագույն տեղն է, որ մարդ կարող է զբաղեցնել այս կյանքում։ Այն վայրկյանից, երբ դուք ընդունեցիք Հիսուսին որպես ձեր Տեր, հավատացած եղեք, որ Աստծո ձեռքը այցելել է ձեզ, ձեր կյանքում փոփոխություն բերելու։ Այն մարդիկ, ովքեր կանչված են Աստծո կողմից, նրանք հատուկ օժտված մարդիկ են։ 78:70 իր ծառա Դավթին ընտրեց։ Նա ընտրել է ինձ, ինչպես նաև ձեզ, որ իր ծառաները լինեք, բարեկամներ։ Ձեր սրտերը միշտ պետք է պատրաստ պահեք Աստծո կամքը փնտրելու համար, որ հստակ լսեք, թե նա ձեզ ծառայության ինչ դաշտի մեջ է կանչում։ Եվ քանի դեռ դուք Աստծո գործի ծառայության մեջ եք, դուք լիարժեք պաշտպանված եք Տիրոջ հրեշտակների կողմից օրը 24 ժամ, շաբաթը 7 օր։ Հրեշտակները միշտ ձեզ հետ կլինեն եւ դուք ապահով կլինեք։ Դուք ընդամենը պետք է Աստծո կամքի համեմատ աղոթքներ անեք։ Դուք զորություն կունենաք հաղթահարելու ամեն բան Հիսուսի անունով, քանի դեռ նրա գործի մեջ եք։ 70 իր ծառա Դավթին ընտրեց եւ առավ նրան ոչխարների փառախիցը։ Դավիթն իր հոր գառների հովիվն էր։ Նա տնից շատ հեռու էր, բաց դաշտում։ Մի օր առյուծ էր հայտնվում, ուրիշ օր արջ, ուրիշ կենդանիների մասին հիշատակված չէ գրքում, որ գուցե նույնպես հարձակված լինեն գառների վրա, բայց գոնե այս երկու դեպքերը ստիպեցին Սավուղ թագավորին հավատալ Դավթի ուժերին, եւ նա գնալով կռվի դաշտ հաղթեց Գողիաթին, ով նախատում էր Աստծո ժողովրդին։ Ինչ կա քո կյանքում, որ նախատում է քեզ։ Գուցե դա քո ընտանիքն է,
Եվ դու մտածում ես, որ անելանելի վիճակում ես, բայց ոչ, Աստված ելք ունի քեզ համար։ Եթե դու նրա ծառան ես, դու օծություն ունես անելու Աստծուց տրված միսիան։ Համարձակ եղիր եւ մի հանձնվիր։ Շարունակիր առաջանալ Տիրոջ գործի մեջ։ Նա կտա քեզ համապատասխան զորություն իր կամքը կատարելու համար։ Հավատա, քո օրհնությունը քեզ շատ ավելի մոտ է, քան կարող ես պատկերացնել։ 3500 տարի առաջ, երբ Իսրայելից լրտեսներ գնացին Երիքով, Աստված նրանց համար մի կին ուղարկեց Ռահաբ անունով, ով հյուրընկալեց նրանց իր տանը։ Հետո երբ կանգնած էին Կարմիր ծովի ափին, Մովսեսի միջոցով ծովը ճեղքվեց։ Անապատում եւս Աստված ապահովում էր իր ժողովրդին։ Այնտեղ 40 տարի նրանք անցան մի հոգևոր դպրոց, որտեղ ունեցան շատ ու շատ պատմություններ այն հրաշքների մասին, որոնց ականատեսն են եղել սեփական աչքերով։ Աստված սիրում է միշտ սովորեցնել մեզ եւ մեր միտքը նորոգել։ Ովքեր բաց են թողնում աստվածային դասերը, իրենց կյանքում շատ բան են կորցնում, քանի որ Աստծո յուրաքանչյուր խոսք կյանքի խոսք է, որը գալիս է օրհնելու ու հաջողակ կյանք պարգևելու։ Միշտ կարևոր է տարածել Աստծո խոսքը, մարդկանց պատմել այն հրաշքների ու նշանների մասին, որ Աստված գործել է ձեր կյանքում։ Հնարավոր է մեկ օր այդ սերմերը աճելով կյանք տան լսողներին, ինչպես օրինակ, երբ լրտեսները Ռահաբի տանն էին, նրանք գուցե պատմել էին այն հրաշքները, որոնց միջոցով Աստված իրենց հասցրել էր միջև այդ կետը, եւ արդյունքում Ռահաբն ու իր տունը փրկվում են մահից։ Մեկ այլ դեպք տեսում ենք Մովսեսի կյանքում, երբ նա նամակներ է ուղարկում Եսավի որդիներին եւ թույլտվություն խնդրում նրանց տարածքով անցնելու համար։ Այդ նամակների մեջ եւս գուցե գրված էին մի շարք հրաշքներ, որոնք իսրայելցիներին ուղեկցել էին մինչև այդ վայրը։ Բայց թեև Մովսեսը խոստացել էր վճարել իրենց կենդանիների ջրի եւ սննդի համար, Եսավի որդիները նրանց չէին ընթառաջում։ Իսկ Աստված էլ արգելում է իր ժողովրդին պատերազմել նրանց հետ, քանի որ Եսավը Հակոբի եղբայրն է։ Այդպիսով Մովսեսն ու ժողովուրդը առաջանալու համար ստիպված շրջանցում էին Սեիր լեռը։ Հետո նրանք ստիպված էին անցնել Մովաբի միջով։ Այնտեղ ամորացիների երկու թագավորներն էին, որոնցից Մովսեսը պետք է թույլտվություն խնդրեր անցնել իրենց երկրի միջոցով։ Մովսեսն ասում է. «Խոստանում եմ վճարել այն խոտի ու ջրի համար, որ իմ կենդանիները կուտեն եւ կխմեն ձեր երկրում», բայց նրանք արգելում են Մովսեսին անցնել իրենց տարածքով։ Իսկ Աստված Մովսեսի ու ժողովրդին արգելում է պատերազմել Մովաբի թագավորների հետ, քանի որ նրանք Աբրահամի բարեկամ սերունդն էին, Խովտի երկու որդիների ցեղերից՝ Մովաբ եւ Ամոն։ Հետո Մովսեսը ստիպված է լինում նույն հարցով դիմել ամորացիների Սեհոն եւ Բասանի Օվգ թագավորներին։ Խոստանում են վճարել այն խոտի եւ ջրի դիմաց, որ իմ կենդանիները կուտեն եւ կխմեն ձեր երկրում։ Բայց Սեհոն թագավորը թույլ չի տալիս, որ Մովսեսն ու ժողովուրդն անցնեն իր երկրով, քանի որ նա այդ ժամանակ պատերազմի մեջ էր Մովաբի հետ, բայց հատուկ պայմանավորվածության շնորհիվ նա չէր գրավել Մովաբի ողջ տարածքը։ Օվգ թագավորը ֆիզիկապես խոշոր մարդ էր, նրա անկողինը 4 մետր երկարություն ուներ։ Նա հսկա էր եւ մեծ պատերազմող։ Նա միացավ Սեհոն թագավորի հետ եւ նրանք միասին պատերազմ սկսեցին Իսրայելի դեմ։ Աստված Մովսեսին չարգելեց պատերազմել եւ Իսրայելը ջախջախեց իր թշնամիներին եւ իր ժողովրդի որոշ մասին հաստատեց այդ երկրում ապրելու համար։ Եվ այսպես ժողովրդի 2.5 ցեղը հաստատվեց Հորդանանի արևելյան կողմում, բայց դա անհնազանդություն էր Աստծո առաջ, քանի որ Աստծո ծրագրի մեջ մտնում էր Հորդանանի միայն մի կողմը, բայց նրանք որոշեցին ընդլայնել իրենց տարածքները։ Հետո Հեսուն մի քանի լրտեսներ ուղարկեց Երիքով, որպեսզի տարածքը զննեն։ Լրտեսները մտան քաղաքը, շրջեցին, ուսումնասիրեցին եւ օրվա վերջում պատահաբար հանդիպում են մի կնոջ Ռահաբ անունով, ով մարմնավաճառ էր։ Այս կինը լրտեսներին հարցեր է տալիս, որից հետո հրավիրում իր տուն կացարան տալու նպատակով։ Այս կինը հոգում է լրտեսների գիշերելու հարցը եւ թաքցնում է նրանց։
Շուտով լուր է տարածվում, որ քաղաքում լրտեսներ կան, եւ թագավորը պատվիրում է անհապաղ գտնել նրանց։ Բայց այս կինը լրտեսներին ուղարկում է կտուրում թաքնվելու հարդի ծածկի տակ։ Եվ երբ վտանգն անցնում է, նա լրտեսներին ասում է. «Իմ ժողովրդի սիրտը վախից թուլացած է, լսելով ձեր Տեր Աստծո գործերի մասին ձեր ժողովրդի մեջ։ Այստեղ ոչ ոք չի համարձակվի կռվել ձեր դեմ։ Դուք անպատճառ մեզ կհաղթեք։ Դրա համար թույլ տվեք ձեզ մի բան խնդրել։ Հանուն նրա, որ ես ձեզ այստեղ իմ հարկի տակ թաքցրի, խնդրում եմ, երբ գաք մեր քաղաք գրավելու, հիշեք ինձ եւ իմ հոր տունը»։ Այսպիսով լրտեսներն այս կնոջ հետ ուխտի մեջ են մտնում։ Օծված մարդիկ տեսնում են բաներ, նախքան դրանք կկատարվեին։ Երբ Երիքովն ընկավ, ոչ մի կենդանի շունչ ողջ չմնաց այնտեղ, Աստծո պատվերի համաձայն, բացի այս կնոջից ու իր տնից։ Եկեք հիմա կարդանք Եբրայեցիս 11-րդ խոսքը։ Հավատքով Ռահաբ պոռնիկը չկորավ անհավատների հետ, որ լրտեսներին ընդունել էր խաղաղությունով։ Նույն Աստվածը տվեց պատվեր եւ Իսրայելին եւ Հեսուին։ Երբ Աստված մեկին ուղարկում է իր գործի համար, նա նրանց տալիս է նաեւ օծություն, որ ամեն բան անեն այնպես, ինչպես հարկն է։ Այս կինն իր համար խնդիրներ չստեղծեց ոչ թագավորի, ոչ էլ քաղաքի ժողովրդի հետ։ Նա պարզապես խոսեց այնպես, որ պաշտպաներ լրտեսներին, որի պատճառով էլ իր կյանքը փրկվեց։ Ինչ որ կերպ նա հասկացավ, որ իր քաղաքը հաղթելու հնարավորություն չունի այս ժողովրդի դեմ։ Հիմա եկեք կարդանք Հեսու 6-րդ գլուխ։ Այստեղ գրված է, որ երբ Երիքովի պարիսպներն ընկան, ժողովուրդը իսկույն ներս խուժեց եւ ամեն բան ավերեցին։ Պարիսպներն ընկան, ինչպես գիտեք, մեծ երկրաշարժի արդյունքում։ Այդ երկրաշարժն այնպես էր գծագրված, որ պարսպի պատերը քանդելով ոչ մի կտոր քար դուրս չընկավ Իսրայել ժողովրդի գեթ մեկ անդամի վրա, այլ ամբողջությամբ ներս թափվեց, ավերածություն բերելով քաղաքի վրա, ինչպես գրված է 24-րդ խոսքում։ Ուշադիր լսեք, Հեսու 6:24 համարն է։ Եվ քաղաքը այրեցին կրակով, եւ բոլոր նրա մեջ եղածը միայն արծաթն ու ոսկին եւ պղինձը ու երկաթի ամանները տիրոջ տան գանձի մեջ դրին։ Բայց մեկը ավարից մի քիչ ոսկի, մի քիչ արծաթ, մի քանի ձեռք թանկ հագուստ գողացավ ու պատճառ դարձավ Իսրայելի բանակի հաջորդ պատերազմում կրած պարտությանը։ Բայց հետո Տերը նրանց հաղթանակ տվեց։ Հեսու 6:25։ Այսպես Հեսուն ողջ պահեց պոռնիկ Ռահաբին եւ նրա հոր տունը եւ նրա ամեն ունեցածը, եւ նա Իսրայելի մեջ բնակվեց մինչեւ այսօր, որովհետեւ նա թաքցրեց այն լրտեսներին, որոնց Հեսուն ուղարկել էր Երիքովը լրտեսելու համար։ Եվ լրտեսները վերադառնալով Հեսուին պատմեցին այս կնոջ մասին, եւ թե ինչ ուխտի մեջ են մտել նրա հետ։ Իսկ Հեսուն ասաց. նա ձեր պատասխանատվության տակ է։ Հեսուն հավատում էր, որ Աստված հրաշք կգործի եւ նրանք կմտնեն պարսպից ներս, եւ այդպես էլ եղավ։ Աստված երկրաշարժ ուղարկեց եւ իր ձեռքով ավերեց ողջ քաղաքը, բայց իր ժողովրդից գեթ մեկ մարդ չտուժեց այդ ամենի արդյունքում։ Երկրաշարժը տեղի ունեցավ շատ ճիշտ հատվածում եւ վնասեց քաղաքի ներսի շրջանը, այլ ոչ թե դրսի։ Երբ Հեսուն ներս գնաց քաղաքը, հրամայեց իր զինվորներին չվնասել Ռահաբին եւ նրա տունը, քանի որ այդպես էին խոստացել, եւ Ռահաբն ու իր տունը փրկվեցին, քանի որ իսրայելցիները իրենց խոստումը պահեցին։ Երբ ես առաջին անգամ լսեցի Հիսուսի մասին, ես 6 տարեկան էի։ Ես լացով խնդրեցի. Հիսուս, ես այսօր քեզ ընդունում եմ, արի իմ կյանք։ Հետո սկսեցի Սուրբ Գիրքը կարդալ ու հասկանալ այս խոսքերի իմաստը։ Գործք Առաքելոց 16:31։ Եվ նրանք ասեցին. հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ կփրկվես դու եւ քո տունը։ Ես մի պահ կանգ առա ու մտածեցի, հրաշալի է։ Ես հիմա կաղոթեմ նաեւ իմ մայրիկի, հայրիկի, քույր եղբայրների համար եւս։
եւ տեսա, որ Աստված նրանց նույնպես փրկեց։ Խոստումը տրված է քո եւ քո ընտանիքի համար։ Ես հարատև աղոթքների մեջ էի։ Որոշ ժամանակ պահանջվեց մինչև հրաշքով ընտանիքս փրկվեց, բայց ես ողջ ընթացքում վստահաբար աղոթում էի ու սպասում։ Այստեղ տեսնում ենք, որ Հեսուն այս կնոջը հնարավորություն տվեց իր կյանքը շարունակելու եւ զրոյից սկսելու։ Ռահաբը Աստծո կողմից ընտրված մեկն էր, ով իր քաղաքում պետք է պատսպարեր լրտեսներին։ Հիշում եք Հիսուսի խոսքերը, որ ասեց. «Նա, ով իմ անունով մի բաժակ ջուր տա այս փոքրերից մեկին, երկնքում վարձք կստանա»։ Եկեք հետևենք Աստծո խոսքին, բարեկամներ։ Շատ անգամ մի թռուցիկը կամ մի խոսք, որ կփոխանցենք մեկին ասելով. «Դուք պետք է հաճախեք եկեղեցի, դուք եկեղեցու կարիքը ունեք, ձեզ կարող են չհավատալ ու հակառակվել, բայց հորդորեք նրանց անպայման»։ Գոնե գեթ մեկ անգամ այցելել եկեղեցի եւ տեսնել, թե այնտեղ ինչ է կատարվում։ Նրանք կգան ու անպատճառ Աստծո օրհնությունը կճաշակեն։ Եթե ձեր միջոցով մարդիկ ապաշխարեն, դա շատ ավելի մեծ վարձատրություն կունենա երկնքում ձեզ համար, քան երկրի վրա գտնվող ցանկացած քանակի ոսկի կամ թանկարժեք իր, քանի որ երկնային վարձատրությունը դուք վայելելու եք հավիտյանս հավիտենից։ Մենք ապրելու ենք հավիտյանս հավիտենից անհաշվելի ժամանակահատվածաշրջանով։ Մեր հոգին երբեք չի մահանալու։ Դրա համար ցավալի է լինելու կորսված մարդկանց կարգավիճակը, քանի որ նրանց համար, ինչպես Հիսուսն ասաց, ոչ որդն է մեռնում, ոչ կրակը մարում։ Խեղճ մարդիկ ստիպված են այդպես ապրել հավիտյան։ Մի օր ինձ մի հոդված ուղարկեցին, որ գրել է մի ամերիկացի հովիվ, եւ ես կարդացի այն։ Նա եկեղեցում էր ծառայում, քարոզում էր եւ մի երիտասարդ տղայի է տեսնում, ով շատ ոգևորված էր Աստծո խոսքով, ոտքի էր կանգնել, որ Հիսուսին ընդունելու աղոթք անի, բայց հետո նորից նստեց ու սկսեց մյուսների հետ խոսել։ Հետո նորից կանգնեց, բայց քիչ անց էլի նստեց ու շարունակեց խոսել մարդկանց հետ։ Հետո երիտասարդը դուրս է գալիս դահլիճից ու այլևս չի վերադառնում։ Հովիվը անհանգստանում է եւ որոշ ժամանակ անց փորձում է գտնել այդ տղային։ Պարզվում է, այդ տղան հիվանդանոցում պառկած է քաղցկեղի ախտորոշմամբ, շատ ծանր վիճակով։ Հովիվը հարցրեց. «Ինչու հեռացաք եկեղեցուց»։ Երիտասարդի պատասխանը. «Հեռացա, որովհետև ես աշխարհն եմ սիրում»։ Եվ այդպես էլ չուզեց, որ հովիվը աղոթի իր համար։ Եվ այդպես էլ որոշեց մահանալ առանց Հիսուսին ճանաչելու։ Դա Աստծո կողմից տրված եւս մեկ հնարավորություն էր ազատագրվելու եւ փրկություն ստանալու, բայց մարդը մերժեց։ Բայց երբ Տիրոջ խոսքը եկավ Ռահաբին, նա արձագանքեց։ Նա լրտեսներին պատսպարեց եւ ասաց. «Իմ ժողովուրդը ահի ու դողի մեջ է ձեր ժողովրդի պատճառով։ Նրանք չեն կարողանա հաղթել ձեզ։ Դրա համար, երբ դուք այս քաղաքը գրավեք, խնդրում եմ ինձ ու իմ հոր տունը հիշեք»։ Նա Աստծո գործի մի մասը կազմեց, քանի որ նա ունեցավ ականջներ Տիրոջ խոսքը լսելու, եւ նա ապաստան ու թաքստոց տվեց լրտեսներին։ Ու Հեսուին այս ամենը պատմելով սիրտ տվեցին նրան ու ողջ ժողովրդին։ Աստված հաղթանակը մեզ է տալու, եւ այդպես էլ եղավ։ Իսկ հիմա եկեք դիտենք իրական կյանքի պատմությունը։ Վայզը եւ Ֆլևիոն ջրով մկրտվեցին, բայց հետո թողեցին Աստծուն։ 95 թվականին նրանք սկսեցին միասին ապրել ու սկսվեցին իրենց դժվար օրերը, քանի որ Ֆլևիոն սկսեց թմրանյութեր օգտագործել։ Մենք ապրում էինք մորաքրոջս տանը, սպասում էինք մեր առաջին երեխային։ Այդ ժամանակ մենք շատ դժվար էինք ապրում, անգամ տան վարձը չէինք կարողանում տալ, մենք տանը հոսանք չունեինք։ Ես ապրում էի անպատասխանատու կյանք, պարտություններով եւ ստերով լի։ Հետո մենք մեր երկրորդ աղջկան ունեցանք։ Մենք ապրում էինք Սան Պաուլոյում։ Ես այդ ժամանակ ինքս ինձ ասացի. այլևս չեմ ուզում այստեղ ապրել։ Ու մենք վերադարձանք այստեղ 2000 թվականին։ Վայզի ընտանիքի օգնությամբ Ֆլևիորը աշխատանքի է տեղավորվում ու 2008-ին նրանք օրինական ամուսնանում են։
Ամեն բան կարծես լավ էր, բայց թմրանյութը երբեմն ձգում էր։ Նա լավ էր, բայց հետո նորից անցնում է թմրանյութին։ Այդ բանին մեր կյանքը ծանր էր։ Տարիներ անց քույրս սկսեց հաճախել եկեղեցի։ Այդ ժամանակ ես իմ երրորդ երեխային էի սպասում իմ որդուն։ Երբ Լեոնարդոն ծնվեց, քույրս պնդեց, որ նրան տանեմ եկեղեցի, որ հովիվներն օրհնեն։ Գնացի, ու այդ օրվանից շատ խորը կերպով զգում էի Աստծո ներկայությունն իմ կյանքում։ Հավատով վերցրեցի այն խոսքը, որ ասում էր. եթե հավատաս, կփրկվես դու եւ քո տունը։ Ու այդ պահից ես սկսեցի համառորեն պայքարել ընտանիքիս համար։ Կանանց աղոթախումբ հաստատվեց մեր տանը, բայց ես սենյակում մենակ մնալով նորից թմրադեղեր էի օգտագործում։ Հաճախ աղոթում էի. Տեր Աստված, ես չգիտեմ դու ինչպես ես այս հրաշքն անելու, ես չգիտեմ ինչպես է դա հնարավոր, որ դու գաս ու բնակվես իմ ամուսնու սրտում, բայց ես հավատում եմ, քանի որ դու խոստացել ես։ 6 ամիս է չէի օգտագործել թմրադեղ։ Կնոջս հետ գնում էի եկեղեցի, բայց ողջ ընթացքում մտածում էի, որ վերադառնամ տուն ու նորից թմրադեղեր ընդունեմ։ Բայց հենց այդ ընթացքում Աստված իմ կյանքում հանդարտորեն անում էր իր գործը, սակայն ես չէի հասկանում։ 2014-ին մենք որոշեցինք, որ պետք է այցելենք վերականգնողական կենտրոն։ Դա շատ մեծ քայլ էր մեզ համար, բայց մենք արեցինք դա։ Վերականգնողական կենտրոնում ես ֆիզիկական աշխատանքի թերապիա անցա։ Կլինիկայի բակը մաքրելու պահին որոշեցի գնամ սանհանգույց եւ աղոթեմ։ Աղոթեցի այնպես, ինչպես երբևէ չէի աղոթել։ Սրտիս խորքից բխած աղոթքը Աստված անպատասխան չթողեց։ Զգացի, թե ինչպես է Աստված իր շնորհքով այցելում ինձ։ Այդ օրը նա լսեց ու պատասխանեց իմ աղոթքին։ Ես այդտեղից դուրս եկա վերափոխված։ Նա կենտրոնից լիովին ազատագրված դուրս եկավ։ Նա տանից դուրս էր գալիս միայն եկեղեցի գնալու համար։ Հաճույքով եմ գնում եկեղեցի, արդեն կցված եմ Աստծո գործի մեջ։ Այսօր իմ ողջ ընտանիքը Աստծո ներկայության մեջ է, Աստծո խոստումը կատարվեց իմ կյանքում։ 6 ամիս անց Ֆլևիոն վերականգնում է աշխատանքը։ Դա մեծ անակնկալ էր մեզ համար։ Ընկերության ղեկավարն ինձ հարցրեց. այդ ինչ Աստված է, որ քեզ այսպես փոխել է։ Երբ ես նրան պատմեցի, նա չէր կարողանում հավատալ, բայց ուզում էր լսել եւ հարցեր էր տալիս։ Այդ պատճառով ես նրան հրավիրեցի եկեղեցի ու նա հիմա այնտեղ է մասնակցում։ Ամեն շաբաթ նա իր ընտանիքի հետ մասնակցում է եկեղեցի։ Աստված եկավ ու վերափոխեց մեր կյանքի ամեն բնագավառը։ Հիմա մենք ապրում ենք հաշտ եւ խաղաղ։ Մենք շատ ենք ուզում մեքենա գնել եւ այդ հարցի մեջ եւս Աստված գործեց ու մեզ օրհնեց։ Հիմա ազատագրված մարդը ծառայության առաջնորդ եմ, աշխատում եմ վերականգնողական կենտրոնների հետ։ Այսօր ես ուրախ եմ եւ գոհ, որ Տերն ինձ ուժ է տվել ծառայելու։ Շնորհակալ եմ Հիսուսից, հետո նաեւ կնոջս, որ այդքան աղոթել ինձ համար, դստերս ու կնոջս քրոջ աղոթների համար։ Շնորհակալ եմ նաեւ Աստծո շնորհ եկեղեցուն, որտեղ հանդիպեցի Հիսուսին։ Եվս մեկ հոգևոր հաղթանակ, բարեկամներս։ Լավն այն է, որ այս օրինակ հրաշքները տեղի են ունենում ողջ աշխարհում։ Փառք Աստծուն իր հրաշալի գործերի համար։ Հիմա եկեք դիտենք հարցերի շարքը։ Դոկտոր Սուարես, այն մարդիկ, որ տարբեր եկեղեցիներ են մասնակցում, նրանք փրկվելու են։ Փրկության համար պետք է ընդունել Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, որից հետո հաստատվել տեղական որևէ եկեղեցում։ Ամեն եկեղեցի իր ծառայության ուրույն ձևն ունի։ Դոկտոր Սուարես, ինչպես կարող ենք ունենալ լավ ինքնագնահատական առանց հպարտանալու։ Լավ ինքնագնահատականն այնն է, որ դուք վստահ եք, որ Տիրոջ հետ ամեն բան կհաղթահարեք։ Այդ դեպքում դուք ոչ թե ձեր մասին բարձր կարծիք ունեք, որ մյուսներից լավն եք, այլ որ Հիսուսի հետ դուք ցանկացած պատերազմում հաղթող կլինեք։ Բացեք ձեր սիրտը։ Դոկտոր Սուարես, ես տարիներով հարբել եմ եւ ծխել։ Գիտեմ, որ պետք է համառորեն մերժեմ այս ամենը, եթե ուզում եմ ազատագրվել սրանցից, բայց խոստովանում եմ, որ դա այդքան էլ հեշտ չէ։ Ինքս իմ ցանկության ծուղակն եմ ընկնում եւ չգիտեմ հոգեվոր դաշտում ինչ անել, որ հաղթահարեմ այս պատերազմը։ Ինձ ինչ խորհուրդ կտաք։ Ձեր սիրտը բացեք Աստծո առաջ եւ ասեք. Տեր, ես մեղավոր մարդ եմ, բայց այլևս չեմ ուզում մեղք գործել։
ազատիր ինձ։ Քայլ արեք ու հավատքով քշեք չարի ազդեցությունը ձեր կյանքից, բայց նախ ձեր սրտի համար աղոթեցեք եւ խնդիրը կլուծվի։ Հիմա եկեք միասին ոտքի կանգնենք եւ աղոթենք։ Հովիվ հայ մենք աղոթի ինձ հետ։ Աղոթքի մեջ դուք Աստծուց կստանաք այն, ինչ նա պատրաստել է ձեզ համար։ Հայր, մենք հիմա գալիս ենք քո ներկայության մեջ Հիսուս Քրիստոսի անունով, որ հաղթենք բոլոր տեսակ խնդիրներին։ Տեր, ես խնդրում եմ, որ երեսդ փայլեցնես այստեղ ներկա եղող բոլոր մարդկանց վրա անհատապես, ովքեր եկել են խնդիրներով կամ ուզում են, որ իրենց կյանքը վերափոխվի։ Աղոթում եմ այն մարդու համար, ով մեզ նամակ է գրել։ Նա մեծ դժվարություն ունի, բայց դու կարող ես օգնել նրան, ինչպես օգնեցիր այն տղային, որ թմրանյութից կախվածություն ուներ։ Նա կայացրեց իր որոշումը եւ այսպես աղոթեց. Աստված, ես այլևս չեմ ուզում այսպես ապրել, ազատիր ինձ, եւ դու ազատեցիր։ Ու այսօր նա եւ իր ընտանիքը երջանիկ են։ Աղոթում եմ այն մարդկանց համար, ովքեր հիմա այստեղ են կամ իրենց տանից են մեզ հետ։ Միաբան աղոթում եւ ասում. Աստված, ազատիր ինձ։ Ես հրամայում եմ չարի ազդեցությանը հեռանալ այն մարդկանց կյանքերից։ Ես վռնդում եմ ու չեմ ընդունում նրա չար ծրագրերը, որ պատրաստվում է իրագործել այս մարդկանց համար։ Լինի դա մեջքի ցավ, ծնկի կամ մարմնի մեկ այլ հատվածի կամ կսկից, որ մարդուն ներսից է կրծում։ Հայր, մենք վռնդում ենք բոլոր անհանգստություններն ու փորձությունները այս մարդկանց կյանքերից։ Բարեկամներս, քաջացեք Հիսուս Քրիստոսի անունով։ Հիմա հովիվ հայ մենք աղոթի ինձ հետ ու դուք բոլորդ միացեք մեր աղոթքին։ Միասին գնանք Աստծո ներկայության խորքերը։ Եկեք բոլորս վերցնենք մեր բաժինորդնությունը։ Հայր, հիմա քո առջև ահա եկել ենք ու Հիսուսի անունով աղոթում ենք։ Կրկնեցեք ինձ հետ. Հիսուսի անունով, Հիսուսի անունով, հեռացիր սատանա, Հիսուսի անունով, հեռացիր։ Հիսուսի անունով եւ այն զորությունով, որ կա այս անվան մեջ, բարեկամներ, եկեք բարձրացնենք մեր ձայնը մեզ տրված իշխանությամբ։ Եթե ձեր մարմնում հայտնաբերվել է ուռուցք, հիմա Հիսուսի անունով հրամայեք ձեզ տրված իշխանությամբ, որ այն լքի ձեր մարմինը։ Լինեն բորբոքումներ կամ ամեն տեսակ ցավեր, դուք հիմա դեմ կանգնեք, բարեկամներս։ Հիմա է ժամանակը ազատագրության, հիմա է ժամանակը բժշկության։ Աղոթում եմ տեսողական խնդիրների համար, կատարախտ, դեգեներատիվ հիվանդություններ, որոնք ախտորոշված են անբուժելի։ Հրամայում ենք Հիսուսի անունով, որ հեռանաք այս պահին։ Ես ասում եմ, որ չարը այս վայրում այլևս չի կարող գործը շարունակել։ Հիսուս Քրիստոսի տված իշխանությամբ ու զորությամբ հրամայում եմ, հեռացիր այս մարդկանց կյանքերից, կրծքագեղձի հանգույցներ, կրծքագեղձի ուռուցքներ, հեռացեք Հիսուսի անունով, վահանաձև գեղձի հանգույցներ, պարանոցի ուռուցքներ, հեռացեք հիմա Հիսուսի անունով։ Ես հրամայում եմ արթրոս, հեռացիր այս ծնկներից հիմա։ Հեռացեք ծնկի խնդիրներ, որտեղ հեղուկ չկա, որտեղ աճառ չկա։ Ես աղոթում եմ մենիսկի բորբոքման դեմ, անկման հետևանքներ, վթարի հետևանքներ։ Հիսուսի անունով ես պահանջում եմ, հեռացեք։ Մենք պահանջում ենք, հեռացեք։ Հոգեբանական, հուզական խնդիրներ, դա լինի դեպրեսիա, թե խուճապային համախտանիշ, տագնապային խանգարում, մտքի խանգարում, հակասական մտքեր, ես պահանջում եմ, ես հրամայում եմ բոլոր չարիքներին հեռանալ, ես ասում եմ դեպրեսիա, հեռացիր, ինքնասպանության մտքեր, հեռացեք, մահվան մտքեր, հեռացեք, խառնաշփոթ մտքեր, հակասական մտքեր, գիտակցության խանգարումներ, հեռացեք հենց հիմա, այս տղամարդկանց վրա ազդող ողջ չարիքը, այս կանանց վրա ազդող չարիքը, այս մարմինների վրա ազդող չարիքը, հեռացեք Հիսուսի անունով, մարմնի վրա եղած ամեն հիվանդություններ թող դուրս գա հենց հիմա Հիսուսի անունով։